Բարև ձեզ, ներկայացնում եմ Կարին ավանդական երգի բարի խումբը, որը որ հիմնադրվել է Գագիկ Գինոսյանի կողմից 2001 թվականին։ Նպատակը գրադարաններից ու արխիվներից ազգային մշակույթի մաս հանդիսացող երգն ու պարը հանելու ու հայ ժողովրդին վերադարձնելու առաքելությունը։ Մի հատ հետաքրքիր նախաձեռնություն ունենք, 2005 թվականից կազմակերպում ենք ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը բարի բաց դաս։ Սկզբում կազմակերպում էինք Նարեկացի արվեստի միությունում, 2010 թվականից միացավ նաև Կասկադում, Գաֆէսճեան քանդակների պուրակում, արդեն ամառվա ամիսներին։ Ցանկացած մեկը կարող է գալ, անկախ տարիքից սովորել, ծանոթանալ պարին, մշակույթին։ Հավելեմ նաև, որ Գագիկ Գինոսյանի երազանքներից էր հայ ռազմապարը տեսնել հայոց բանակում եւ 2023 թվականից սկսած պարը դասավանդվում է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Որպեսզի ճանաչենք պարը, եթե կուզեք, եկեք միասին սովորենք Կարնո Քոչարու շարժումները։ Կարնո Քոչարին, ինչպես եւ մյուս քոչարիները, խոյերի պաշտամունքին նվիրված ռազմապարեր են։ Պարը իրենից ներկայացնում է խոյերի մենամարտ, որը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը երկու գնալ եւ երկու դառնալն են, որը բնորոշում է հենց խոյերի իրանից հեռանալն ու մոտիկանալը։ Իսկ երկրորդ մասը արդեն բուն խոյահարումն է, որը խոյերի հենց մենահմարտն է ներկայացնում։ Առաջի մասում ունենք երկու գնալ եւ երկու դառնալ շարժումներ, որոնք կատարվում են երկուական զսպանակով։ Աչը կատարում է քայլ, ձախը միանում է, կրկին աչը կատարում է քայլ, ձախ ոտքը խաղում է։ Որից հետո նույն քայլերով վերադառնում ենք դեպի ձախ։ Ձախ, աչը միացավ, ձախ եւ աչը խաղում է։ Սա առաջին մասն էր։ Հիմա սովորում ենք երկրորդ մասը, որը խոյահարում է։ Մարմինը գալիս է առաջ եւ ամբողջ ծանրությունն ընկնում է աչ ոտքի վրա, խորը, մանր, մանր, խորը, մանր, մանր, հետ ենք վերադառնում ձախ ոտքի վրա, մարմնի ծանրությունը վերադարձնում ձախ ոտքի վրա, խորը, մանր, մանր, խորը, մանր, մանր։ Պարը իրենից ներկայացնում է այսպես։ Դե ինչ, Կարին ավանդական երգի բարի խումբը նույնպես միանում է Հայ Connect-ին, որտեղ մենք կկարողանանք շփվել, ինչպես նաև կկիսվենք հայ ավանդական երգ ու պարին վերաբերվող մի շարք հետաքրքիր եւ ուսումնական տեսահոլովակներով։